այստեղ մի բան պարզ է, որ սա ավելի հին հնավայր է, քան Պորտասարը, եւ այստեղ գտնվեց այն, ինչ մինչ այդ անհայտ էր ոչ միայն Հայաստանում։ Այս ահռելի տարածքը ես քարտեզագրել եմ, դա մոտավորապես 1.5 միլիոն քառակուսի կիլոմետրից մեկը, սա իմիջիայլոց ես դեռ չեմ հանդիպել որևիցե տեղ, գուցե ես առաջի անգամ ասեմ, որ սա բեկումնային էր։ Երբ այն ժամանակ մարդիկ շատ ավելի խելացի էին, շատ ավելի ռացիոնալ էին օգտագործում բնության տված հնարավորությունները, այսպիսի ճարտարապետություն ունեն միայն նախակերամիկական ժամանակաշրջանի հնավայրերը։ Ամբողջ ուրեմն ինդուստրիան, վանակատի արտադրության, վանակատի մշակման կենտրոնի մասին է վկայում։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, ինքնության տաղավարում այսօր ճամփորդելու ենք հնագույն ժամանակներում։ Գնալու ենք հնարավորինս այնքան հին, որ պարզենք, թե հայկական լեռնաշխարհում եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում մարդիկ որ ժամանակից սկսած են ապրել, ինչով են զբաղվել, ինչ կենցաղ ու հավատալիքներ են ունեցել, ինչքան որ հնարավորություն է տալիս դա պարզել հնագիտությունը։ Եվ այսօր տաղավարում ես շատ սիրով հյուրընկալել եմ Հակոբ Սիմոնյանին, ով պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչն է, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր եւ հնագիտության թեկնածու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախորոքելի եմ ասում, ներողություն պիտի խնդրեմ, որ ձեր կարևոր աշխատանքից ձեզ կտրել, բերել հասրել ենք ինքնության տաղավար։ Ես իմ ունկնդիրներին ասեմ, որ շաբաթներով փորձում ենք հարմարացնել պարոն Սիմոնյանի հետ մեր հանդիպումը անդադ չէր ստացվում, բայց այն ինչ վերջին շրջանում հայտնաբերել է պարոն Սիմոնյանը իր արշավախմբի հետ, ուղղակի ցնցող է, համաշխարհային մակարդակում գիտական լուրջ հեղափոխություն կարող է առաջացնել, մտածողություններ փոխել, կարծրատիպեր կոտրել, լրիվ ուրիշ պատկերացում տալ մեր մշակույթի եւ մեր պատմության մասին։ Պարոն Սիմոնյան, ինչից սկսենք, ես արդեն չգիտեմ, աղավնատան մասին խոսենք, թե Սիլիկյան թաղամասի նոր հետազոտության։ Ճիշտ ասած, շատ լավ եւ պարտավորեցնող նախաբաներ։ Ես ինքս այսպես եմ մտածում, փաստորեն ավարտվել է 2025 թվականի գիտահետազոտական աշխատանքները, հիմա պատրաստվում են գրքեր, հոդվածներ, այսինքն մշակման փուլն է, եւ նաեւ այս տարի նախատեսվող պեղումների սկիզբը։ Այնպես որ մենք կարող ենք մի փոքր խոսել Սիլիկյան թաղամասու նորաբաց հնավայրի մասին, այնուհետև ներկայացնել նաեւ ժառապատկերներ եւ դամբարաններ կապը, որը բացահայտվել է աղավնատան սրբազան լանդշաֆտում, եւ խոսել նաեւ ընթացիկ հարցերի։ Այնպես եք ասում ընթացիկ, կարծես թե sense պարզ բաներ են, իրականում պարզ բաների մասին այսօր չենք խոսելու։ Դուք 4, 5, 6, 10, 20 քանի պեղումնավայր եք բացահայտել։ Մի քանի տասնյակ։ Մի քանի տասնյակ, եւ գիտեք, դա մի կողմից չափից դուր ծանր աշխատանք է, որտեղ տարբեր փուլերի հնավայրերում եմ ես աշխատել, եւ մյուս կողմից դա հնարավորություն է տալիս ավելի ընդգրկուն հայկական լեռնաշխարհի մշակույթը ընկալել։ Այսինքն երկու կողմն, երբ որ մարդ մի ուղղությամբ է գնում, դա հնարավորություն է տալիս ավելի կատարելագործվել այդ ուղղության մեջ, ինչ որտեղ նույնիսկ ավելի հեշտ է։ Իսկ այստեղ դուք պատկերացնում եք, որ պետք է բոլոր ժամանակաշրջանների էությունը կարողանաս հասկանալ, որտեղ շատերը կարծում են, թե պեղեցին, բոլորն է կարող են պեղել։ Պեղումը դա գիտահետազոտական աշխատանքի սկզբնական փուլն է։ Հետո պիտի դա կարողանաս կարդալ։ Չգիտեք ոնց է, շատ ճիշտ է դա։ Այն ինչ ասում եք հիանալի է, բայց պեղումը ինքը արդեն նման է, ինչ ասեմ, միկրոխիրուրգիային։ Եթե դուք այնտեղ սխալվեցիք,
հետագա ամեն ինչը վտանգված է։ Պատկերացրեք, չէ, վատ բուժեցիք, վատ վիրահատեցիք, հիվանդի կյանքը դրանից հետո պետք է լինի անընդհատ վտանգված։ Վերականգնելու փորձերի մեջ։ Եթե դու պեղումների ժամանակ չպահպանեցիր այն բոլոր կանոնները, օրենքները, սկզբունքները, գիտական ֆանտազիան չեկավ օգնության շատ հարցերում, որ կարողանաս բացահայտել, հետագա բոլոր հետազոտությունները խարսխված կլինեն արդեն ոչ այնքան ճիշտ փաստերի վրա։ Սխալ հիմքերի վրա կառուցված թեզն սխալ կլինի։ Այսինքն ոնց որ ասեմ են վատ հիմքի վրա կառուցված շենք է նմանվում, եթե պեղումը չկատարվեց այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Առաջին պեղումնավայրը ո՞րն էր։ Իմ կյանքում Մոխրաբլուրը։ Եվ ինչ գտաք այնտեղ։ Նո, արդեն դա Արշավախումն է գտել, դա ես չեմ բանալ։ Եվ դապես գտնել բառը ես հայտնաբերեցի։ Չեմ ընդունում, որտեղ ինչ-որ մեկը կորցրել է, որ ես գտել եմ։ Դե կորցրել, պատմության մեջ կորցրել ենք, ազգովի կորցրել ենք եւ դուք գտաք։ Դա ամբողջ խնդիրն է, դա որ դա հայտնաբերում ես, վերարժևորում ես մեր պատկերացումները։ Մենք ուսանողներ էինք եւ ուրեմն Գրիգոր Արեշյանի հետ միասին սկսեցինք պեղել վաղ բրոնզեդարի առանցքային հնավայրերից մեկը Մոխրաբլուրը, որը Էջմիածնից ընդամենը 4 կիլոմետր է դեպի հարավ-արևմուտք եւ այնտեղ բացվեց այդ ժամանակի համար ցնցող մի բան էր եւ այսօր էլ իր նշանակությունը դեռ պահպանել է, ուրեմն կոթողային կամ մոնումենտալ տաճարական համալիրի աշտարակը Քարակերտ, դա ամբողջ խորհրդային միության տարածքում առաջի կոթողային կառույցն էր այդ ժամանակաշրջանի համար։ Այնպես որ այդպես սկսվեց իմ ուսանողական արկածային ու այդպես, այո, գնաց։ Այնուհետև եղել եմ նաև Լորիբերտում, պատկերացնեք վաղ բրոնզի դար եւ զարգացած միջնադար։ Եվ Լորիբերտի պեղումներն էլ Արշավախմբի ղեկավար այն ժամանակի Գիտ Ղարիբյանն էր, բայց ընդամենը 2 շաբաթից հետո ասավ լավ դե բոլորը լավ կանում ես։ Ես գնացի Եգիպտոս, ինչ որ այնտեղ բան կար, ուղևորություն կար, գնաց եկավ, հիացավ։ Ու խոսքով այդպեսի ճանապարհ է բացել։ Լավ, որ հիմա մենք հերթով բոլոր պեղումնավայրերի մասին խոսել, մեր առաքելությունն այսօրվա համար նախատեսած չենք իրականացնի, բայց գանք սկզբում աղավնատան մասին խոսենք, գնանք Արմավիրի մարզ, հետո գանք Երևան։ Շատ լավ։ Ինչպես որոշեցիք, որ գնաք հենց այդտեղ պեղել։ Կար ինչ-որ առիթ, թե ուղղակի գիտական ձեր ֆանտազիան, ինտուիցիան թելադրեց, որ գնաք այնտեղ։ Չէ, այստեղ հստակ ասեմ, հանքարդյունաբերության խնդիրների հետ կապված տարածքը պետք է ուսումնասիրվեր։ Եվ Մալոմայլին կազմակերպությունը պետք է իրենց արժանին հատուցել, իրենք հրավիրեցին, որ մենք գանք այդ տարածքը ուսումնասիրենք, նոր այդ տարածքը հնագիտական հետազոտություններից հետո տրամադրվի իրենց շահագործման։ Դա բավականին ճիշտ եւ բարոյական քայլ էր։ Շնորհակալություն իրենց դրա համար, իսկապես, որովհետև եթե գործարարը կարևորում է մշակույթը, միայն երախտիկի եւ խոնարհման է արժանի։ Թերևս ճիշտ եք։ Եվ մենք 2017 թվականից սկսեցինք պեղել այդ տարածքը եւ հենց առաջի տարին ճիշտը որ ասենք մենք այդքան էլ լավ չհասկացանք թե ինչ հուշարձանի հետ կապնենք, որովհետեւ տարբերվում էր ինձ հայտնի բոլոր հնավայրերից եւ այդտեղ բացի դրանից շատ հետաքրքիր մի երևույթ կա, որ հետո ես նոր հասկացա թե ինչքան կարևոր էր այն ժամանակ այդպես դամբարանները շատ մակերեսային էին, շատ մակերեսային, կային դամբարաններ, որոնց խորությունը ընդամենը 30-ից 50 սանտիմետր էր։ Եվ բացի դրանից այդտեղ կատարվել էին նաև ուրարտական ժամանակաշրջանի վերաթաղումներ կամ միջեցուկ թաղումներ։ Ամեն ինչ խառնված էր, որտեղ դրանից հետո էլ այդտեղ մուտք էին գործել գանձագողերը։ Եվ թվում էր, թե
Կանձագողերից դու բան չեք կարող գտնել։ Ոչինչ հնարավոր չէր բան անել։ Պեղումները վերսկեցին 2022 թվականին, արդեն մենք որոշակի պատկերացում ունեինք այդ հնավայրի մասին, որոշակի մոտեցումներ ունեինք, շատ ավելի, այդպես ասենք, նպատակասլաց էին դաշտային հետազոտական աշխատանքները, եւ այստեղ գտնվեց այն, ինչ մինչ այդ անհայտ էր ոչ միայն Հայաստանում, կարող ենք ասել այդպես նաև հարավային Կովկասի տարածքում։ Ինչ գտաք։ Ձեզ մի անգամից ասեմ, մարդկային պատմության մեջ մահվան հաղթահարելու փիլիսոփայությունը դա մարդկային աճումների թաղումներ, նախնիների նկատմամբ խորը հարգանքը։ Սովորաբար այդպես ասենք, այդ գործընթացը ավելի շատ տարածված է եղել նոր քարեդարում կամ նեոլիթյան ժամանակաշրջանում, իհարկե դրանից առաջ էլ մենք ունենք ուրեմն թաղումներ, բայց դրանք հատուկենտ են։ Նեոլիթում արդեն դառնում են բավականին լայն տարածում ունեցող թաղումներ, բայց այդ ժամանակվա ուրեմն խորհրդապաշտությունը հուշում էր, որ ընտանիքի մահացած անդամը պետք է մնա ընտանիքի հետ։ Եվ սովորաբար թաղումները կատարում էին տների հատակների ներքո։ Այդ որ ժամանակաշրջան է, թե թվերով ասենք։ Թվերով եթե ասենք 7-ից 5-րդ հազարամյակներ Քրիստոսի ծննդից առաջ։ Այսինքն մեզանից 7-ից 9000 տարի առաջ։ Այո։ Դրա ամենավառ հուշարձանը Չաթալ հույուկն է, իսկական Անատոլիայի տարածքում, այսինքն բուն փոքր Ասիայի կենտրոնական մասում, որը հայկական լեռնաշխարհի հարևան ուրեմն տարածքն է։ Եվ այդ ծեսը շարունակվում է բավականին երկար։ Նաև խալկոլիթյան ժամանակաշրջանում կամ պղնձե քարեդարի ժամանակաշրջանում։ Ահա կարծիք էր ձևավորված, որ մինչև վաղ բրոնզի դարը, նույնիսկ վաղ բրոնզի դարի սկզբնական փուլերում անգամ թաղումները կատարվել են բնակատեղիների տարածքում, բնակարանների հատակների ներքո։ Այսինքն մահացածները կարծես թե շարունակում էին ապրել իրենց ընտանիքի հետ միասին երկար ժամանակ, քանի դեռ ընտանիքը գոյություն ուներ, եւ անընդհատ թաղումները կատարվում էին, ահա այդ հատակները փորում էին, կավով թաղումը կատարում էին, կավով սովաղում էին, եւ այդ գաղափարախոսություններ։ Առանցքային բեկումնային փուլերից մեկը, սա Միչայելոց ես դեռ չեմ հանդիպել որևիցե տեղ, գուցե ես առաջի անգամ ասեմ, որ սա բեկումնային էր, երբ ձևավորվեցին առանձին դամբարանադաշտեր։ Այսինքն որոշեցին, որ ննջեցալը պիտի իր առանձին կացարանն ունենա։ Չէ, նրանք էլի բնակարանների տարածքում որ ապրում էին, դա իրենց հանդերձյալ տունն էր, բայց որ ննջեցալներին պետք է թաղեն բնակատեղիից դուրս առանձնացած վայրերում, որ այսօր գործում է, ուրեմն մնում էր խնդիր։ Սա գիտեք ինչ, այդտեղ հիգիենայի հարց կա, այնտեղ առողջապահական շատ լուրջ խնդիրներ կան, հոգեբանական նաև։ Այսինքն բեկումնային փոփոխություն է կատարում մարդու գիտակցության մեջ, որտեղ պետք է ուրեմն դրանից հետո թաղեն իրենց ուրեմն հանգուցյալներին։ Եվ սկսեց ձևավորվել առանձին դամբարանադաշտերը, առանձին ուրեմն գերեզմանոցները։ Սա պետք է իմանալ, իսկ երբ եղավ, երբ մարդու գիտակցության մեջ կատարվեց այդ արմատական փոփոխությունը։ Ամենահին գերեզմանները, որ մենք ունենք Հայաստանում, դրանք փաստորեն վերաբերում էին վաղ բրոնզե դարին, այսինքն Մոխրաբլուրի ժամանակաշրջանին։ Այսինքն, այդպես ասենք, 3-րդ հազարամյակին Քրիստոսի ծննդից առաջ։
Բայց այստեղ կարծես թե մարդկային զարգացման, հատկապես մեր ժողովրդի զարգացման համար էական մի շղթա բացակայում էր։ Որն էր այն խանձարուրը, որտեղ ձևավորվեց այդ նոր մշակույթը երևույթը, եւ բացի դրանից դրա հետ միասին ի հայտ եկավ նաեւ ֆենոմենալ բացառիկ այն հնագիտական երևույթը, որը կոչվում է Շենգավթյան մշակույթ։ Քուր Արաքսյան Շենգավթյան մշակույթը Քուր Արաքսյան եւ հենց դա այն ժամանակ եղավ, երբ որ այդ անցումը մահվան նկատմամբ պատկերացումներ ինչ հետաքրքիր բան է, ինչ առանցքային դիտարկում է։ Այսինքն մենք ունենք Շենգավիթ, ունենք Մոխրաբլուր, ունենք բազմաթիվ նոմոտ 1000-ից ավելի հնավայրեր հայկական լեռնաշխարհի տարածքում, որոնք թվագրվում են վաղ բրոնզե դարում։ Այդ մեծվակություն ճա 3-րդ հազարամյակի մոտ։ Այո, եւ այս մշակույթը տարածվելով պատկերացնում եք հասնում է մինչև Մերիալ ծովի ափերը։ Գուցե մինչև Սինաթերակղզի մի կողմից, մյուս կողմից հասնում է Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները, մյուս կողմից գրեթե հասնում է Պարսից ծոցին, հյուսիսում մինչև հարավ-ռուսական տափաստանները, Մեծ Կովկասի ամբողջովին ներառելով։ Այս ահռելի տարածքը ես քարտեզագրել եմ, դա մոտավորապես 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է։ Հսկայական։ Դուք հասկանում եք, իհարկե եւ հարատևել է, իհարկե զարգացման տարբեր փուլեր անցնելով 1000 տարուց ավել։ Մենք դա բարձում ենք այդ հսկայական տարածքը բարձում ենք նրանով, որ եւ այստեղ եւ այնտեղ նույն մշակույթի նույն սիմվոլները գտնում ենք։ Այսինքն եւ արտեֆակտները, այսինքն մարդածին ստեղծած առարկաները եւ ճարտարապետությունը եւ ծեսը։ Ընդ որում այս երևույթի հայրենիքը կամ հոմլանդը փաստորեն համարվել է Կուր եւ Արաքս գետերի միջագետքը։ Բայց այստեղ մենք ունեինք իհարկե առանձին դամբարաններ Խալկոլիթյան ժամանակաշրջանի, որոնք պեղվել են եւ Վրաստանում եւ ժամանակակից Ադրբեջանի տարածքում։ Մեր մոտ կարծես թե այդ մի քիչ բաց էր մնում, բայց այնուամենայնիվ այստեղ նույնպես կային։ Բայց ձևավորված դամբարանադաշտեր մեզ հայտնի չէին։ Եվ հանկարծ 4-5 գյուղերի միջակայքում պարզվեց, որ ժամանակին տարածված է եղել մի ահռելի դամբարանադաշտ, որը թերևս ընդգրկել է 250-ից 300 հեկտար տարածք։ Սա գիտեք, դա հին աշխարհի ամենամեծ դամբարանադաշտն է։ Առանց որևիցե ես կասկածի եմ ասում։ Չկա որևիցե մի տեղ, որ մենք այդ ծավալի, այդ մեծության դամբարաններ ունենայինք։ Պատկերացրեք, Աղցք, Ոսկեհատ, Լեռնամերձ, Աղավնատուն, Արագած, այս 5 գյուղերի միջակայքում տարածված է այս հսկայական հուշարձանը, որ ես համարում եմ սրբազան լանդշաֆտ, որտեղ այնտեղ ոչ միայն դամբարաններ են, եւ ոչ միայն նախնիների պաշտամունքն է, այնտեղ կան հին ճանապարհների ուրեմն մնացորդներ, որոնք երկու կողմերից քարաշար պատերով 6 մետր լայնությամբ հիանալի հարթեցրած ձգվում են մի քանի կիլոմետր։ Սա ինքը արդեն մի նոր ու բացառիկ երևույթ է։ Դա նշանակում է պետության գոյություն, որովհետև ուղղակի ճանապարհները բեր պետություն չասենք, բայց կազմակերպված, շատ հստակ կազմակերպված հասարակության վկայություն է։ Այդ քարաշեն ճանապարհը չէր կարող ուղղակի պարզ գյուղացու ձեռքի աշխատանքին դա որոշակի ծախսեր կազմակերպված եղել։ Իսկ պետական չեմ ասում հանրապետություն, չեմ ասում ինչ-որ երկիր, բայց պետական միավոր, որը ուներ կազմակերպված բնույթ։ Բարդ եւ զարգացած հասարակություն։ Բերեք այդպես ասենք, քանի որ պետության համար պետք է լինեն եւս բազմաթիվ ուրեմն կռվաններ, որ մենք ունենք Շենգավթի ժամանակաշրջանում։ Լավ, պետական նախատիպերը։ Այդպես անդադ պետություն բառոզում եք դուք օգտագործել։ Ես ուզում եմ ասել, որ սա այն խանձարուրն է,
որտեղ ձևավորվել է Շենգավթյան մշակույթը։ Ինչքան հնության է այդ խանձարուրը։ Թվերով ասենք, որովհետև երբ որ ասում ենք քարեդար, բրոնզեդար, մարդիկ թվերով չեն պատկերացնում։ Թվերով պատկերացնենք, դա մոտավորապես անում է 4-րդ հազարամյակի առաջի կեսը Քրիստոսի ծննդից առաջ։ Այսինքն դա այն ժամանակաշրջաններն է, այո, որտեղ հանդես են գալիս ուրեմն վաղնջական քաղաքակրթությունները։ Այլ քաղաքակրթություն ես համաձայն եմ։ Մենք կարող ենք անվանել քաղաքակրթական կենտրոններից մեկը։ Եվ սա բալանին է եւ այն ուրեմն վկայականը, թե որտեղ է ծնվել Շենգավիթյան մշակույթը։ Դա շումերական մշակույթի ժամանակակից ավելի վաղ է։ Շատ վաղ է։ Շումերը երեխա է իրեն համեմատ։ Շումերը 2000, ասենք 300-ից 2000 թվականները կար ժամանակահատվածն է այն շումերը, որ մենք գիտենք, հատկապես Ուրի 3-րդ դինաստիան, որի ժամանակ շումերը այդպիսի փառահեղ աշխարհակալ մշակույթ է։ Դրանից ամենակիչը մոտավորապես 1500-1700 տարի վաղեմություն է սա, եւ այստեղ է ահա որ ձևավորվում են շատ ու շատ առանցքային գաղափարներ, որոնք հետո տարածվում են ամբողջ հին արևելքում։ Ես գուցե առաջի անգամ եմ այս ուրեմն հայտարարում, որ այստեղ ձևավորվեցին առաջին դամբարանադաշտերը, բնակատեղիից դուրս մերյալների քաղաքը, ինչպես հույներն են ասում, կամ նեկրոպոլը, որը մենք այստեղ այդպիսի հսկայական տարածք է, եւ այնտեղ կային եւ պաշտամունքային մենակարեր, պաշտվող ժայռեր, ուրեմն պաշտվող նախնիների դամբարաններ անկասկած, որոնք շատ հետաքրքիր է, այդ դամբարանները մեկը մեկի հետ կապված էին կարծես պորտալարերով։ Անտեսանելի, թե ինչ-որ հունագիտական նյութեր պատերով, պատաշարերով մի դամբարանը կապվում էր մյուս դամբարանի հետ։ Կարծես թե նրանց դիտարկումներով ազգակցական կապ ունեցողները իրենց հետ կապված պետք է լինեին այդ երևույթով։ Սա նոր հանդերձել կյանքում իրար գտնելու խնդիր չունեն։ Գուցե միտեղ մայն է թաղված, միտեղ զավակը։ Եվ այդ պորտալարի դեր է կատարում, այդպես պայմանականորեն ասենք, այդ պատը, որը կապում էր երկու դամբարանները, իրենցից կարող էին դան գտնվել մի քանի տասնյակ, նույնիսկ 100 մետր հեռավորությամբ։ Ազնվականների դամբարաններ են դրանք, թե նաև հասարակ մարդկանց։ Գիտեք ինչ, դամբարանների վիճակը ես արդեն նկարագրեցի ինչպիսին է, բայց այնուամենայնիվ 2022 թվականին մենք բերեցինք մի դամբարան, որը բարեբախտաբար մնացել էր անխաթար, եւ որ արտական վերաթաղում չէր եղել այդտեղ եւ գանձագողերը չէին դա ուրեմն մեր անխախտ ամենահնագույն դամբարանն էր, որը մենք բերեցինք։ Դա համար 31 դամբարաններ։ Ինչ գտակ այնտեղ։ Այնտեղ ուրեմն շատ հետաքրքիր էր միաժամանակյա ակտով կատարված շուրջ 30 անհատների ոսկորներ էին։ Միաժամանակ 30 հոգի թաղված էին։ Միաժամանակ։ Սա արդեն մարդաբանի դիտարկումներն են, որ դա միաժամանակ է։ Եթե դա միաժամանակյա թաղում է, ուրեմն այստեղ գուցե մոտենում է ձեր այն տեսակետին, որ հանուն առաջնորդի, հանուն ղեկավարի կատարվում էին զոհաբերություններ։ Ինչպես օրինակ Արտաշեսի թաղումն է նկարագրում Խորենացին, բայց արդեն շատ ավելի ուշ շրջանի մասին։ Դրանք մի մասը ինքնակամ էր, մի մասը բռնի էր անկասկած, եւ այստեղ մենք տեսնում ենք այս դամբարանում շատ հետաքրքիր երևույթ եւ ստորին թաղում եւ ամեն մի կմախքի հետ դրված ուրեմն անձնական իրեր եւ այդ ամենից հետո վերևում կատարված ծիսական զոհաբերություն, ցլի զոհաբերություններ արվել եւ կողքը նույնպես գտնվեցին կավանոտներ։ Սա դեռ գիտեք հրատարակման պատրաստման փուլում է։ Իմ գործընկեր Միչել Ռոթմանի հետ, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է
ուրեմն ապրում Միջազգային հնագիտական արշավախումբ է ձերը։ Չարշավախումբ չի, բայց հոդվածը պետք է լինի միջազգային։ Հա։ Եվ քանի որ սա, ասում եմ, նոր շերտ է բացում, եւ այդ նոր շերտը պետք է ներկայացվի։ Մյուս կարևոր ու չափից դուրս կարևոր երևույթը այստեղ ժառապատկերների։ Այդ նկարն է ուզում ցույց տալ, իհարկե մենք սա ցույց կտանք Այո։ բանով։ Այ հատկապես ներքևի նկարը ուշադիր դարձեք, դա քարն է, այո, Իշայծամի պատկեր է։ Ընդ որում Իշայծամի ժառապատկեր մենք Հայաստանում մինչ այժմ չենք ունեցել։ Կա ինչ-որ վկայություն, ասում են, որ ժամանակին եղել եւ ոչացվել է, դա ինձ հայտնել է Պավել Ավետիսյանը, նախկինում հնագիտության ինստիտուտի տնօրենն էր, բայց այստեղ սա ռեալ իրականություն է։ Եվ սա անմիջական կապ ուներ դամբարանի հետ։ Եվ այդ դամբարանի պեղումների ժամանակ մենք արդեն ժառապատկերի տարիքը իմացանք։ Որովհետև կային օրգանական պահպանված մնացորդներ, որով կարող եք թվարկել իրողություն։ Մենք այնտեղ ունեինք անմիջապես ժառապատկերի հետ կապված հնագիտական արտեֆակտներ։ Եվ քանի տարեկան են։ Ուրեմն դա մենք կարող ենք ասել, որ 4-րդ հազարամյակի կեսեր։ Սա ժառապատկերների մինչ այժմ թվագրման միակ վստահելի փաստն է։ Ինչ բարձրության վրա են ծովի մակարդակից ձեր հայտնաբերած։ Ի տարբերություն բոլոր ժառապատկերների, որոնք գտնվում են բարձր լեռնային հատվածներում, այստեղ ժառապատկերները ընդամենը 1000 մետր բարձրության վրա են։ Այսինքն ինքը արդեն իսկ երևույթ է։ Ինչքան ցածր գտնվել է։ Այդտեղ այդ դամբարանադաշտում մենք փաստել ենք 16 ժառապատկեր, եթե դառներ մի օրինակ, ես էլ կսկսեի մտածել։ Իսկ գուցե ժառապատկերին մոտ են բերել կատարել թաղումը, իսկ գուցե ժառապատկերն են տեղափոխել, խոհելու առիթ կա, բայց երբ մենք այստեղ ունենք 16 դամբարան, որոնք անմիջական առնչություն ունեն ժառապատկերների հետ, սա արդեն երևույթը հուշում է, որ մենք գործ ունենք օրինաչափության հետ։ Մենք գործ ունենք իրական, ռեալ իրողության հետ, եւ ժառապատկերները ընկալվել են որպես պաշտվող կուրքեր եւ դրանց մոտ կատարել են նշանավոր մարդկանց թաղումները։ Կամ ավելի հավանական է հենց ժառապատկերը քանդակել են դամբարանի վրա, որպեսզի դա ընկալելի լինի բոլորին։ Հետաքրքիր է, ինչ ուղերձ են փորձել թաքցել այդ պատկերագրության մեջ։ Գուցե ուզեցել են ասել քաջ որսորդեր, որը որ այսպիսի ուրեմն կենթայիները որսացել։ Կարող է ասել, որ այս կենթայիները հոգիները նրան ուղեկցում են նաև հանդերձյալ աշխարհում։ Ամեն դեպքում մյուս ժառապատկերներից այստեղ էական տարբերություն մենք չունենք։ Գիտեք, ժառապատկերների թվագրումը բավականին խնդրահարույց է ու վիճահարույց է մինչ այժմ։ Մի մասը ասում է, գիտեք, դա պետք է լիներ նախա սառցադաշտային շրջանում, վերջի սառցադաշտային շրջանից վաղ, Վյորմյան։ Մյուսներն ասում են, որ դա ուրեմն հարատևել է այդպես եւ հայտնվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան ձեզ ասեմ։ Ժառապատկերները մենք արդեն իմացանք երբ են եղել։ Այսինքն խալկոլիթի ժամանակաշրջանին են վերաբերում ժառապատկերները, բայց ժառապատկերների պաշտամունքը պահպանվել է առնվազն 3000 տարի։ Դրանից առաջ թե դրանից հետո նկատի ունեմ։ Այսինքն ծագելուց 3000 տարի հետո մինչև Վանի թագավորության ժամանակաշրջանը պաշտվել են եւ Վանի ժամանակաշրջանում, թագավորության ժամանակաշրջանում նույնպես այս ժառապատկերների մոտ մատուցել են զոհաբերություններ, բերել նվիրել են թանկարժեք իրեր։ Գիտեք, հիմա տեսեք, մեր մոտ քրիստոնեական խաչի պաշտամունքը առնվազն 1500 եթե ոչ 2000 տարվա պատմություն ունի։
այդ ինչքան ավանդապաշտ են, չէ՞ մենք բոլորիս հայտնի է, որ խաչքարերը հատուկ է հայկական մշակույթին, հայկական էթնոսի, հայ ժողովրդի կերտածն է դա։ Հա, մեր աշխարհայացքի մի կարևոր մասնիկն է։ Հիմա պատկերացրեք այդ նույն երևույթը կապվում է ժառապատկերների հետ։ Այսինքն ժառապատկերները ծագելով խալկոլիթյան ժամանակաշրջանում պաշտամունքի առարկա են եղել մինչև Վանի թագավորության ժամանակաշրջանը ներառյալ։ Սա իմ կարծիքով ոչ պակաս կարևոր դիտարկում ու հայտնագործում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այնտեղ, որ կան ժառապատկերների առջև կատարված զոհաբերություններ եւ այդ արտեֆակտները թվագրում են խալկոլիթյան ժամանակաշրջանում, դրա հետ միասին մենք տեսնում ենք նաեւ հաջորդ ժամանակաշրջանների ուրեմն թաղումներ եւ հատկապես նաեւ ուրարտական ժամանակաշրջանի առարկաներ։ Հիմա այն ինչ որ դուք գտել եք Աղավնատանը, դա փաստորեն սրբազան լանդշաֆտի ստորոտներն են, հա, այդտեղից սկսում է սրբազան լանդշաֆտը, ճիշտ եմ պատկերացնում, հնարավոր այդ ճամբարանատաշտը։ Այդտեղ կարող ենք ասել, որ այդ ամբողջ տարածքը մերձակա բնակիչների համար, որոնք հավանաբար օգտվել են գետից, աճեցրել են իրենց բերքն ու բարիքը գետահովիտներում եւ այն ժամանակ մարդիկ շատ ավելի խելացի էին, շատ ավելի ռացիոնալ էին օգտագործում բնության տված հնարավորությունները, այսինքն մարդիկ ապրում էին հովտային շրջաններում, մշակում էին դաշտերը, որոնք պետք է պաշտպանել վայրի գազաններից, պետք է պաշտպանել ուրեմն թռչուններից, մի խոսքով, որոնք կարող էին բերքին վնաս տալ, իսկ անջրդի վայրերում կամ ղռերում, ժողովրդի ասած խոսքն է, ուրեմն ստեղծում էին իրենց պաշտամունքային վայրերը եւ գերեզմանները։ Այսինքն չէին ոչնչացնում դաշտը, հնում ամեն ինչ որոշակի էր, դաշտը պետք է կերակրել մարդկանց, իսկ ուրեմն պաշտամունքի վայր պետք է լիներ անջրդի քարքարոտ վայրերը։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է պարզել, թե Աղավնատան այդ դամբարանադաշտին մոտ ապրող բնակավայրում մարդիկ ինչ կենցաղ են ունեցել, ինչ հավատալիքներ են ունեցել։ Գիտեք, անմիջապես մերձակա դամբարանադաշտը դա թերևս Աղթամիրի բնակատեղին է, մկներեք դամբարանադաշտ ասեցի, բնակատեղին, Աղթամիրի բնակատեղին է, որը գտնում է մոտավորապես 1.5-2 կիլոմետր հեռավորության վրա, դա բավականին մեծ տարածք է։ Բուն բնակատեղի կա նաև այդ ուրեմն հատվածում, այդ գյուղերի միջակայքում, որը դեռևս ուսումնասիրված չէ։ Հետևաբար ձեր հարցին ես դեռևս չեմ կարող պատասխանել։ Շուտով։ Տեսնենք, բայց սա պատկերացնում եք ինչպիսի մի հատ երևույթ է։ Սա անկասկած դուրս է զուտ հայկական լինելու հնարավորությունից։ Սա միջազգային արժեք է։ Սա մի արժեք է, որը ամբողջ մարդկության ուշադրության կիզակետում կարող է հայտնվել։ Ուրիշ տեղում լիներ, հիմա մեծ հնագիտական եւ միջազգային պատվիրակություններ կգային տեսնելու, հաստատելու, համոզվելու, իրենք արշավախմբեր կուղարկեին սա բացահայտելու, որովհետեւ չգիտեմ, ամաչում եմ։ Ամեն դեպքում ես դիմել եմ, բայց գիտեք, գիտնականը չունի այն հնարավորությունը, ինչ ասենք պետական կառույցները։ Դա պետք է հատուկ գտնվի ուշադրության կենտրոնում պետության, որովհետև դա մեր արմատներն է, դա մեր ինքնության ակունքներն է, եւ այստեղ պետությունը մեծ անելիքներ ունի։ Պարոն Սիմոնյան, այստեղ այս նույն հաշվետվության մեջ շատ քիչ ժամանակ ունենք, ուզում անպայման դրան էլ անդրադառնանք, Սիլիկյան թաղամասում, Երևանում դուք հայտնաբերել եք մի հնավայր, որը էլի բավական ամբիցիոզ արդյունքներ է մեզ։ Սա տարօրինակ է դա։ Ինչի է տարօրինակ ամբիցիոզ են, որովհետև գիտության մեջ նման թվեր չեն համարձակվում ասել գիտնականները։ Այո, Սիլիկյանի բնակատեղին երևույթ է։ Դուք պատկերացնեք հայկական լեռնաշխարհի հարավում եւ սահմանակից տարածքներում
հայտնի է Պորտասարյան մշակույթը։ Կամ Պորտասարը, կամ Գյոբեկլի թեփեն։ Եվ գիտեք, ես 2 անգամ եղել եմ ու ինձ ապշեցնում է այն պետական մոտեցումը այդ հնավայրի վերաբերյալ։ Գեղեցիկ ծածկ են բերել, կառուցել, մշակում են, անցուղիներ, ճանապարհներ, տրանսպորտային միջոցներ, գիդեր, բոլոր այդպես, գիտեք, շատ ու իրենք ռեկլամ են արել։ Եթե դուք ուզում եք իմանալ որտեղ են ապրել Ադամը եւ Եվան, այցելեք Թուրքիա։ Հա, այդտենց գովազային արշավում են։ Այո։ Որովհետև հնագույնն է հայտնաբերվածների մեջ են ներդրել։ Միայն թանգարանի շենքի կառուցման համար այն ժամանակ, երբ որ շատ ավելի արժևոր էր եվրոն, նրանք 5 միլիոն եվրոյով միայն շենքն են կառուցել։ Այնտեղ բոլոր գտածոների, ուրեմն, այդպես ասենք, կրկնօրինակները լազերային տեխնիկայի միջոցով իդեալական ճշտությամբ կառուցել են Ուրֆայում։ Դու կարող ես մտնել այդ թանգարանը եւ հայտնվել այն հեքիաթային աշխարհում, որտեղ մարդը ապրել է 12-ից 10,000 տարի առաջ։ Հիմա հարց էր ծագում, արդյոք դա միայն հայկական լեռնաշխարհի հարավում էր։ Ես մի համոզմունք ունեի, որ այդպես չէր կարող լինել։ Սա մի լեռնաշխարհ է, մեկ մշակույթ է եւ այստեղ եթե ժայռապատկերները նույնական են եւ ուրեմն հայկական լեռնաշխարհի հյուսային մարզերում պետք է այդպիսի ժայռապատկերներ նո կան, ոչ թե պետք է, կան ասենք Վանա լճից հարավ ընկած տարածքներում, Տիրսինի ասենք Սարահարթում, նայում ես նույն ժայռապատկերներն են, ուրեմն նույն մտածողության, նույն գաղափարի էթնիկ տարրերն են դան կերտել։ Հետևաբար այդպիսի մի մշակույթ էլ պետք է լիներ այստեղ։ Եվ Սիլիկյան թաղամասում հայտնաբերվեց քարաշար, սա ուզում եմ անպայման կրկնել, քարաշար պատերով, քարակերտ ճարտարապետությամբ, նախակերամիկական նեոլիթի հուշարձան։ Այսինքն սա մի հուշարձան է, որը ձևավորվել է անմիջապես հետ սառցադաշտային շրջանում։ Թվերով ասեք։ Սառցադաշտերը վերացել են, վերջի սառցադաշտային շրջանը վերացել է ավնաբար 20-ից 17,000 տարի առաջ։ Ամենադաժան սառցադաշտային շրջանն էր եւ Հայաստանում սառցադաշտերը ոչ թե ծովից էին գալիս, ինչպես ասենք Հյուսիսային Եվրոպայում, այլ սառցադաշտերը շարժվում էին լեռների գագաթներից դեպի ցած։ Մոտավորապես 1800 մետր բարձրության վրա ամեն ինչ ծածկված էր սառցադաշտերով։ Եվ դրանք ցեցին նահանջել, բացվեցին ուրեմն հսկայական տարածքներ մարդու բնակության համար, սառցե շունչը նահանջեց, մարդիկ կարողացան ապրել այնպես, ինչպես հիմա ենք ապրում։ Եվ այդ ժամանակաշրջանում դեգերող որսորդները եւ հավաքչությամբ զբաղվողները փնտրում էին վայրեր, որն ամենից նպատակահարմար էր ապրելու համար։ Եվ ինձ համար շատ ուրախալի է, որ նրանք ընտրել են Երևանը։ Այո, եւ մեր Երևանը 2800 պլյուս տարեկան չէ, այլ շատ ավելի հին է։ Շատ։ Ամեն դեպքում այստեղ մի բան պարզ է, որ սա ավելի հին հնավայր է, քան Պորտասարը։ Քան նույնիսկ Պորտասարը։ Ինչ է գտել այդ հնությունն ապացուցող, այդ եմ ուզում ասել, ոչ թե ոչ չստացվի մենք ինչ որ հայտարարություն ենք անում ձեր փաստերի վրա։ Ես կյանքում հայտարարություն հստակ հիմքեր։ Իհարկե դեռ հիմքերը պետք է ավելի ամրացվեն, ավելի նոր լաբորատոր հետազոտություններով, բաներով, բայց ինչն է ինձ հիմք տվել նման հայտարարության համար։ Ես 3 փաստարկ բերեմ։ Նախ ճարտարապետությունը։ Այդպիսի ճարտարապետություն ունեն միայն նախակերամիկական ժամանակաշրջանի հնավայրերը։ Եթե այնտեղ հիմնականում դրանք արվել են ուրեմն մանր քարերից կամ հումաղյուսից, այստեղ կարծում եմ զանգվածեղ մեծ քարերով։ Տարածքը Եթե մյուս տեղերում, որ ես նայում եմ, մոտավորապես 3000 քառակուսի մետր են զբաղեցնում
ուրեմն նախապորտասարյան բնակատեղիները, ապա այստեղ առնվազն 1 հեկտար տարածք ունենք, այսինքն երակի մեծ է։ Բացակայում է խեցեղենը։ Խեցեղենը գիտեք կավի անոթների բեկորներն են։ Կավը երբ հանդես եկավ, դրանից հետո նա ամենահամատարած մասսայական նյութն է, եւ որ հուշարձանը որ մենք պեղում ենք, ամենամեծ քանակը հայտնաբերվում է կավի բեկորները։ Այստեղ մենք կավի ընդհանրապես 2 բեկոր ունենք գտած, մոտ 400 գտածոների մեջ, որը կարող էր հետագայում այստեղ հայտնվել։ Ամբողջ ուրեմն ինդուստրիան, վանակատի արտադրության, վանակատի մշակման կենտրոնի մասին է վկայում։ Հաջորդ կռվանը, այստեղ մենք ունենք մոտավորապես մի քանի 100 միկրոլիթներ։ Ամբողջ աշխարհում ընդունված է միկրոլիթները հատուկ են մեզոլիթյան արվեստին։ Մեզոլիթը այն մշակույթն է կամ միջին քարեդար այն մշակույթն է, որը ձևավորվում է հետ սառցադաշտային փուլում։ Եվ այստեղ մենք ունենք միկրոլիթների մեծ միշտեմարան։ Ահա ճարտարապետություն, միկրոլիթներ, խեցեղենի բացակայություն։ Սրանք են այսօր այն հիմքը, որը ինձ հնարավորություն տալիս հայտարարելու, որ մենք գործ ունենք նախակերամիկական նեոլիթի բնակատեղիի հետ, որը առաջացել է հետ սառցադաշտային փուլում։ Դրանք էլ պորտասարի նման պաշտամունքային նշանակություն են ունեցել։ Ոչ, սա կենցաղային է։ Սա կենցաղային է։ Մարդիկ այստեղ ապրել են, պատրաստել են գործիքներ, եւ այստեղ մենք ունենք 2, այդպես ասենք, հասարակական շինություններ։ Ինչ են դրանք։ Դա մեկը, ուրեմն տները սովորաբար ունեն 4-ից 6 մետր տրամագիծ, կլոր բոլոր ձև շարված քարերով տներ են։ Ունենք մի, ուրեմն, կառույց, որի տրամագիծը 16 մետր է։ Սա արդեն հասարակական կառույց է, մենք այս տարի ենք պեղելու։ Բայց կարող օրինակ առաջնորդին պատկաներ, արքայական պալատը լիներ։ Սա հասարակական կառույց պետք է լինի, որը ամբողջ հասարակությունը պետք է այստեղ հավաքվեր ծիսական արարողությունների համար, իրենց տոհմի պատմությունները պատմելու համար, երիտասարդներին ուսուցանելու եւ այլն։ Իհարկե սա ֆանտազիա է դեռ, բայց գիտական բոլոր ազգագրական տվյալների հիման վրա եմ ասում։ Սա այն մեծ կառույցն է, որը պետք է լիներ այդ համայնքի տոհմի հավաքատեղին։ Բայց պարոն Սիմոնյան, փաստն այն է, որ բոլոր բնական գիտություններում անգամ բոլոր հայտնագործություններն ասում են գիտական ֆանտազիան ապացուցելու ճանապարհով։ Ենթադրում են եւ դա ապացուցում են կամ հերքում են կամ պատահաբար որպես առանց ինտուիցիայի գիտությունը չի զարգանում։ Գիտեք, միշտ այդպես է, գիտության մեջ օրինակ ֆիզիկայում մեկ էքսպերիմենտ է, չէ՞։ Մեկը մի փորձ է անում, հետո եթե չեն հավատում կամ որպեսզի ավելի հիմնավորին, անկանում են բազմաթիվ փորձեր, էքսպերիմենտներ, ստանում են նորարարություն, ասում են այդ տեսեք այսպես է։ Իսկ հնագիտության մեջ հնարավոր չի դա անել, բայց հնագիտության մեջ գոյություն ունի մեկ այլ մեթոդ, որը շատ կարևոր է, դա կոչվում է վերիֆիկացիա։ Այսինքն փորձված մասնագետը փոքր փաստերի հիման վրա կատարում է եզրահանգում եւ հետագա ամեն մի նոր փաստը գալիս եւ ապացուցում է այդ տեսակետը։ Այսինքն մենք նույնպես ունենք ասածը ճշտելու հնարավորություն։ Այս տարի մենք կպեղենք այդ կառույցը եւ կտեսնենք արդյոք ճիշտ էր մեր եզրակացությունը թե չէ։ Մյուս կառույցը դա կարծես թե գահի տեսքի մի ուրեմն նստելու ժայռերից կերտած ուրեմն բանը մենք այդպես եւ տեղի բնակիչներն էին դա գահ ասում եւ մենք ենք շարունակում կրկնել մարդաչափ գահ է, ասենք սովորական մարդու, թե ասենք դիցաբանական կերպարի չէ, նստարան է, երկու կողմերում թևերի համար դրված ժայռերով, հետևը մեջքի համար հսկայական մի ժայռ է հարմարացված, որպեսզի կարողանան հենվել։ Այսինքն եւ այստեղ նստած
այդ համայնքի առաջնորդը կարող էր հետևել իր համայնքի անդամների աշխատանքին կամ դատական process արդարադատություն իրականացնել։ Դեմնել մի հսկայական հարցալաքար է, որի վրա հավանաբար բերել եւ մատուցել են նրան տարբեր ընծաներ։ Այո, եւ կարող է հենց այդտեղ ինչ որ որոշումներ են կայացվել։ Չգիտենք, դուք պատկերացեք, մենք եղել ենք ընդամենը 20-25 օր անցած տարվա վերջում։ Այս տարի քանի օր եք եղելու։ Այս տարի սկսվել է թույլտվությունը, այսօր ես ստացել եմ, եւ հավանաբար մեկ շաբաթից մենք կսկսենք պեղումները, արշավախումբը պետք է ձևավորվի, եւ ես մեր ռադիոընկերներին սիրով հրավիրում եմ գալ եւ այդ ամենը տեսնել, եթե կցանկանան նաեւ կամավորական հիմունքներով աշխատել մեր ղեկավարությամբ, ապա սիրով բոլոր հատկապես մեր հիանալի երիտասարդներին ես հրավիրում եմ գան եւ պեղել եւ անձամբ համոզվել թե ինչ արժեք է հայտնաբերվել Երևանի տարածքում։ Երբ որ այս հաղորդումը արդեն եթեր կգնա, դուք ձեր արշավախմբի աշխատանքը արդեն սկսած կլինեք, այնպես որ համարձակորեն թող գան, տեսնեն, մասնակցեն, բայց հույս կա, որ օրինակ այդ պաշտամունքային հասարակական վայրներ կկարողանաք գտնել։ Հասարակական արդեն կառույց է, այդ մեծ կառույցը հուշում է, որ այդտեղ կարող է լինել, դրանք գիտեք ոնց է, այն ժամանակ ըստ ազգագրական տվյալների, ասենք Նոր Գվինեայում, Ավստրալիայում կամ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, այդ ազգագրական դիտարկումները վկայում են, որ եղել են այդպիսի մեծ տներ, հասարակական կառույցներ, որոնք նաև կոչվել են տղամարդկանց տներ, այդտեղ որտեղ կանանց համար մուտք արգելված եղել, որտեղ փորձառու տոհմի անդամները երիտասարդներին ուսուցանել են իրենց տոհմի ավանդույթները, իրենց ուրեմն նախնիների մասին պատմությունները, եւ գուցե հենց այդ պատմություններից մեկն է, ասենք, որ հասել է եւ խորնացու կողմից մեզ են ասել այդ հրաշալի պատումները։ Բայց հետաքրքիր բան ասացիք, հասարակական վայր, եթե կային տղամարդկանց համար նախատեսված այդ վայրերը ժառանգությունը փոխանցելու, կային նաև վայրեր, որոնք նախատեսված էին կանանց համար։ Այո, չգիտեմ։ Օրինակ, գիտենք, որ թոնրատում տղամարդկանց արգելվում էին մտնել հացի ծեսի ժամանակ։ Ինչ-որ մի բան կար ամեն դեպքում կանայք էլ այնպես չէ, որ անտեսված չեն եղել։ Եվ առանց կանանց տղամարդիկ չեն կարող ապրել, եւ այսօր էլ չեն կարող ապրել։ Պարոն Սիմոնյան, իսկ օրգանական նյութեր գտել եք, ասենք օրգանական մածու, որով հնարավոր է։ Ես հույս ունեմ այս տարի գտնել, որտեղ օրգանական նյութերի հիման վրա մենք կարողանանք անել ռադիոկարբոնային հետազոտություններ, անալիզներ Եվրոպայի նշանավոր ուրեմն լաբորատորիաներում, որից հետո մեր ասածը շատ ավելի հիմնավոր կդառնա։ Գիտեմ, որ պատմությունը, մշակույթը շղթայի նման, ժամանակաշրջանում, բայց հետո իրազեկությունը ունենում է հաջորդ շղթայի վրա։ Հիմա եթե Սիլիկյան թաղամասի կամ աղավնատան պեղումնավայրի հետ կապված այդ շղթաները նայենք, դրանք ինչ որ ազդեցություն ունեն հետագա ժամանակաշրջանի մեր պեղումնավայրերի վրա, մշակույթի վրա։ Անկասկած։ Ինչ տեսակ։ Անկասկած։ Ուղղակի սա, ասենք, եթե մենք վերցնենք մարդկային պատմության այն փուլը, երբ արդեն ձևավորվել է ժամանակակից մարդը, այսինքն հետ սարսադաշտային շրջանի մարդը, ապա մենք տեսնում ենք, որ այս մշակույթը զարգանում է եւ այդտեղ կան, ասենք, նեոլիթյան ժամանակաշրջանի բնական նոր քարեդարի արդեն խեցեղենով բնակատեղիներ, դա արդեն իմ գործընկերներն են պեղում մյուս հնավայրերում, Մարատաշենում, Մասիս Բլուրում, Թեղուտում եւ այլն։ Հետո դա արդեն գնում հասնում է մինչև Աղավնատուն, ես ասեցի, դա շատ կապակցող ու շատ կարևոր մի օղակ է, դրանից հետո հանդես է գալիս Շենգավիթյան մշակույթը, արդեն մոտ 1000 տարի մենք տեսնում ենք Շենգավիթյան մշակույթի ազդեցություն, այնուհետև միջին բրոնզեդարյան մշակույթներն են, վերին նավերը, ներքին նավերը, որտեղ մենք տեսնում ենք արդեն ձիաբուծություն, մարտակառքեր, ձևավորված հզոր պետական կազմավորումներ, մի քիչ հետո արդեն համաշխարհային
կայսրություններից մեկը Վանի թագավորությունը, որ այդ ժամանակաշրջան եւ այդ Վանի թագավորությունից հետո որի մշակույթը հասնում է մինչեւ հելենիստական ժամանակաշրջան, հելենիստական, ուրեմն մեր Արտաշատի, Տիգրանի, Արմավիրի պեղումները, հետո արդեն վաղ միջնադար, որի առանցքային հնավայրերն են Դվինը անկասկած եւ Աղցքի հայոց արքաների դամբարանը, եկեղեցաշինությունը եւ այդպես մի ձեռագիր կա որ կարմիր թելով անցնում է եւ դա նկատելի է հնագետի ձեռագիր չասենք այս անվանում են ոսկե շղթա գենետիկական այդ ոսկե շղթան որը սկսվում է եւ մենք արեցին գենետիկ այդ հետազոտությունները եւ հրատարակվեց դա շատ հեղինակավոր Science ամսագրում, ընդորում առաջի դեպքն էր, որ ամբողջ ամսագիրը նվիրվեց միայն այդ գենետիկ հետազոտություններին, կոչվում էր հարավային կամար, կենտրոնական Եվրոպայից, ուրեմն գալիս հասնում են Բալկաններ, Բալկաններով Փոքր Ասիա, Փոքր Ասիայից հայկական լեռնաշխարհ մինչև Հյուսիսային Կովկաս։ Եվ այստեղ շատ հետաքրքիր դիտարկումներ կան, որ ասենք Վանի թագավորությունից առաջ կամ Ուրարտուից առաջ ապրողները, որոնք գենետիկորեն ուղիղ կապի մեջ են մեր հետ, նրանք ուրեմն նախորդել են եւ ապրել են Թեշեբայինի քաղաքի տարածքում։ Անսահման կարելի երկար խոսել, բայց ամեն ինչի մասին պետք է հիմնավորել ու փաստեր բերել, դրանք ինձ համար մի բան որոշակի է, այստեղ մենք գոյություն ունի, այստեղ եւ մենք տեսնում ենք այն շղթան, այն գենետիկ զարգացում, այն մշակութային կապը, որը որ զարգացման իր տարբեր դրսևորումներով շարունակվել է հազարամյակներ։ Ես այստեղ պիտի ժանրի թելադրանքից ելնելով պիտի ասել, որ մեր զրույցն ավարտվեց, բայց ես ասում եմ, որ մեր զրույցն ընդհատվեց, որովհետև այդ թեմաները, որոնք դուք հիմա բարձրաձայնում եք, ամեն մեկի մասին առանձին պետք է խոսել։ Պարոն Սիմոնյան, դուք ինձ պիտի խոստանաք, որ ինձ պարտք եք մնում եւ գանք շարունակենք, որովհետև ոչ աղավնատան մասին ամբողջական խոսեցինք, ոչ էլ Սիլիկյան թաղամասում հայտնաբերած բանի մասին։ Սիլիկյան թաղամասում լավ, այս մի հարցն էլ տամ չեմ կարող, էլի ամենահետաքրքիր բանը, որ գտել եք, դա որն էր, որ տենց բացառիկ տպավորություն թողեց ձեզ վրա։ Նախ եւ առաջ մի քանիսն են, մեկը չի։ Նախ այդ ուրեմն գահ կոչված, ուրեմն ձևավորված, ուրեմն նստելու վայրը, որ առաջնորդի նստատեղն էր եղել, նրա առջև ուրեմն զոհաբերությունների ժայռը։ Երկրորդ կարևորագույն բանը այդ ճարտարապետությունն է։ Գիտեք, ժամանակի իմաստով դա մի ցնցող բան է միկրոլիթների արկայությունը հսկայական քանակի միկրոլիթների արկայությունը եւ այս տարի հույս ունենք այդ հասարակական կառույցի պեղումները եթե շերտերը դեռ մնացած լինեն որովհետեւ ամեն դեպքում ժայռի վրա են եւ դրանք շատ մեծ հզորություն չունեն ես հույս ունեմ որ մենք մեր մյուս հաղորդումը Սիլիկյանի մասին կանենք արդեն նոր հայտնագործություններով, նոր հիմնավորումներով եւ ավելի հետաքրքիր կլինի այն։ Ես կարծում եմ, որ ես կգամ անպայման Սիլիկյան այդ պեղումնավայր, այնտեղ ինքս իմ աչքով կտեսնեմ, այնտեղից նկարահանում կանենք եւ մեր ունկնդիրներին, օակնդիրներին դրանք էլ կներկայացնենք։ Ես շատ մեծ հաջողություններ եմ մաղթում եւ մեծ հայտնագործություններ եմ մաղթում, որ նոր բան հայտնաբերեք, ոչ միայն գտնեք, որովհետեւ չենք կորցրել։ Այո, բացահայտեք, որովհետեւ իրականում դա կարող է փոխվել եւ ես ուզում եմ, որ ի վերջո փոխվի մեր վերաբերմունքը մեր մշակույթի նկատմամբ եւ դա դառնա ոչ միայն մեր, այլև միջազգային ուշադրության սևեռման վայր, որպեսզի կան Հա, թողան։ Եվ եթե ձեր գործընկերները արդեն ձեզ այդ հոդվածները համահեղինակում են միասին գրում եք, նաև այս թեմայի շուրջ հետաքրքրությունը մեծացնեն ու գան այստեղ գտնելու եւ բացահայտելու եւ մի օր տենց մենք շատ սիրուն թանգարան ունենանք այնտեղ գնանք ու միանգամից գանք թե որտեղ են։ Գիտեք, ամեն դեպքում այդպիսի ծրագիր կա
Երբ այդտեղ իշխանավորներ այցելեցին, մեր իշխանության ներկայացուցիչները, նրանք բոլորը հիացել էին, որոշեցին, որ ակադեմիական քաղաքը իդ կառուցի, սա պետք է պահպանվի ու դառնա բաց թանգարան։ Հա, դա ակադեմիական կառույցին մոտ պիտի լինի։ Ակադեմիական քաղաքի տարածքում է։ Հա, հսկա։ Եվ դրա շուրջը եղավ ֆինանսավորումը, թե չէ ոչ մեկ այնտեղ։ Եվ գիտեք ինչն էր ցավը, հանկարծ կարող էին այդ հանքարդյունաբերողները, այդ շեբեն պատրաստողները գային առաջ եւ ոչնչացնեին դա։ Վնասային գնալ, տենց էլ չիմանային։ Ոչինչ չէր լինի։ Բայց շնորհակալություն, որ իրենք ձեռք չեն տվել, շնորհակալություն, որ հնարավորություն եղել դա պեղելու, գտնելու, դա մի կարևոր մաս է մեր ինքնության գլուխկոտրուկի մեջ։ Ես այս տարի սպասում եմ լուրջ ու հավես արձագանքների։ Ես արդեն ձեզ հրավիրում եմ։ Ես մեծ սիրով ընդունում եմ հրավերը, անպայման գալու եմ եւ երբ եք ավարտելու, որ մի հատ ամփոփենք աշնանը։ Ես չգիտեմ ինչքան կտևի։ Հա։ Ամեն ինչ կախված է պետության վերաբերմունքից, ֆինանսավորումից, կարող է պատահի նոր հայտնագործություններ լինեն եւ ֆինանսավորումը գիտության կոմիտեն ավելացնի եւ ամբողջ տարի պեղենք։ Ես չեմ կարող ասել։ Ես հաջողություն եմ։ Գիտեմ, որ պեղումների համար ժամանակը եղանակային կլիմայական պայմաններն են կարևոր, ձմռանը հաստատ չեք պեղելու, բայց գոնե այն արևոտ տաք եղանակին, երբ որ հնարավոր է դա իրականացում, ամբողջ օգտագործեք։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես շատ սիրով զրուցում էի Հակոբ Սիմոնյանի հետ եւ մենք փորձեցինք ճանապարհորդել ժամանակի մեքենայով գնալ մեզանից 15-17 հազար տարի առաջվա իրողություններ եւ բոլորս իրար հետ մաղթում ենք, որ այս արշավախումբը գտնի այնպիսի ապացույցներ, այնպիսի արտեֆակտներ, որոնք նորովի արժևորելու հնարավորություն կտան մեր մշակույթը, մեր ինքնությունը։ Ես հիշեցնեմ, որ Հակոբ Սիմոնյանը պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչն է, արվեստի դոկտոր պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր եւ հնագիտության թեկնածու։ Շնորհակալություն ձեզ շատ։ Թող ձեր ուժն ու եռանդն անսահման շատ լինեն, որ այս կարևոր առաքելությունը շատ մեծ արդյունքներով ամփոփենք աշնանը։ Հաջորդ տարի շարունակելու շնորհակալ եմ մաղթանքների համար։ Ինչ որ անում ենք դա մեր ժողովրդինն է։ Շնորհակալություն շատ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։